Պատրաստում ենք վերածննդի և ազատության խորհրդանիշ անիզացող նրբագեղ թիթեռ կրծքազարդեր մեր ձեռքերով, խորհուրդ է տրվում նայել լրիլը մինչև վերջ։ Նախ եւ առաջ, վերցնելով թիթեռի նախընտրած տարբերակը, կատարում ենք էսքիզավորում աջ եւ ձախ կողմերից։ Մեզ անհրաժեշտ է կտոր, երկկողմանի կպչուն ժապավեն, երկաթյա ճկվող ձողիկներ, սինտիպոն, ներկեր, դեկորացիաներ։ Երկաթյա ձողիկները պտտացնում ենք նախապես պատրաստված էսքիզի եզրագծերով ստանալու համար ապագա թևիկների ձևը։ Դնում ենք կտորի վրա, այնուհետև կավելացնենք կպչուն ժապավենը, ծածկում ենք կտորի երկրորդ շերտով եւ արտուկում ենք։ Ըստ եզրագծերի կտրելուց հետո կրակայրիչով մշակում ենք, այսպես ստանում ենք թևերի բոլոր դետալները։ Նախապես պատրաստված լեկալով ձևում ենք կենտրոնական դետալը միմյանց միացնում կողակարերով։ Կարում ենք շիտակ կողմը շիտակին սկզբունքով եւ շրջում ենք։ Ստացված պարկը լցնում ենք խիտ սինտիպոնով, ստանալով թիթեռի մարմինը։ Դեկորացիայի ընթացքն առանց մեկնաբանության։ Ի դեպ, Չինաստանում դարերի խորքից եկող ավանդույթի համաձայն փեսացուն մինչ օրս հարսանիքին իր ապագա կնոջը նվիրում է թիթեռի տեսքով պատրաստված աքսեսուար, որպես Բուդդայի խորհրդանիշ Սուրբ Միջատ։ Իսկ ավելին իմանալու համար հետևիր իմեջին։ Ձեզ հետ է ձեր հագուստի դիզայներ Կանեցյանը։ Կհանդիպենք։